Համաչացնում եք ժողովուրդ։ Գիտեք, ինչ ադատ ունենք մենք, ներվայնացնելու ադատն է մարդկանց, մի մարդու։ Նկարվենք։ Չենք մրսում, չէ։ Ժողովուրդ, գիտեք, այստեղ գրված է փոփոխություն։ Դա հիմնական բառն է, որը մենք ուզում ենք բոլոր հայերը իմանան, թե ինչի համար ենք մենք պայքարում։ Ինչն է փոփոխությունը։ Ուզում եմ ձեզ պատմեմ իրական փոփոխության մասին։ Համայնքներում, երբ մենք այցելում ենք համայնքներ, մարդիկ ասում են, լավ, բոլոր քաղաքական գործիչները նույն են։ Ասում են, Նարեկ ջան, լսել ենք, բայց մի տեսակ քաղաքական գործիչների հանդեպ համակրանք չունենք, միշտ խաբել են։ Ու այդ ժամանակ մենք մի բան ենք ասում։ Ասում ենք, եկեք գործիչների անցյալը համեմատենք իրար հետ։ Համեմատենք ինչ ճանապարհ են անցել մարդիկ։ Ու ինչ փոփոխություն են բերելու։ Որպեսզի բոլորին պարզ լինի, մի օրինակ բերեմ։ Հայաստանի իրական այս պահի երկու խորհրդանիշ եմ ուզում ձեզ ցույց տամ։ Մեկը այսօրվա Հայաստանի, մեկը փոփոխություն եկած եւ ուժեղ Հայաստանի։ Այս սահնոտ բանա։ Ուրեմն մարդ կա, որ այս մուրճը ժողովրդի վրա ճոճում ու սպառնում է։ Էսի այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդի նստեցնելը։ Իսկ որն է վաղվա Հայաստանի խորհրդանիշը։ Այս մուրճը տամ։ Էլ չտակ ձեռը։ Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, ժողովուրդ։ Բահը։ Բահը շինարարության մասին է։ Բահը կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը 200,000 հեկտար անտեր է։ 8 տարում 40,000 հեկտար անտեր է մնացել։ Վաղվա Հայաստանը, ուժեղ Հայաստանը ծաղկացնելու այդ հողերը, այդ գյուղերը կառուցելու է։ Մեր երկրում հազարավոր մարդիկ չունեն բնակարան, հազարավոր մարդիկ ապրում են վարձով, Արցախից բռնի տեղ անվածները չունեն բնակարան, Գյումրիում երկրաշարժից տասնյակ տարիներ հետո Սպիտակում չունեն բնակարան։ Ինչպես են կառուցելու այդ բնակարանները, ինչպես են կառուցելու 20,000 բնակարան։ Բավ! Այստեղ ես բերել եմ օգտագործած բահ, ոչ թե խանութից նոր։ Նոր չաշխատած բահերը մեզ պետք չեն։